Շարունակում ենք թողարկումը նախագահական նստավարում Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հանրապետության մեդալակիր շրջանավարտներին և կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին։ Իդեպ կենգուրուի 3 հաղթողները ամառային արձակուրդները անցկացնելու են միջազգային ամառային ճամբարում։ Նախագահը հանձնել է մեդալներն ու հուշանվերները և պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին։ Աննա Մկրտչյանն է ներկայացնում։ Դպրոցում սովորելիս Կարենն անգամ չէր էլ մտածում, որ տարիների քրտնաջան աշխատանքը գիտելիքը գնահատվելու է ոսկե մեդալով և այն ստանալու է անձամբ հանրապետության նախագահից։ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի շրջանավարտը թեև գիտի, որ մեդալն այլևս որևէ արտոնության հիմք չէ, բայց մեդալակրի կոչումը նրա խոսքով հպարտության պահեր է պարգևում։ Շատ լավ օր էր այսօր, շատ հուզված եմ, պետք է աշխատել, լավ սովորել։ Այդքան էլ դժվար չի։ Եթե սիրում ես սովորել, որոշել եմ դառնալ տնտեսագետ, հիմնականում սիրում եմ մաթեմատիկա ու անգլերենը։ Այս ուսումնական տարվա հանրապետության 31 մեդալակիրներն ու Հայաստանում առաջին անգամ անցկացված կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթի 13 հաղթողներն այսօր նախագահական նստավայրում էին։ Մաթեմատիկան բոլորի համար կարգախոսով անցկացվող տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված կենգուրու խաղ մրցույթին մասնակցել են Հայաստանի 570 դպրոցների 30,000-ից ավելի աշակերտներ։ Իդեպ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի դպրոցը մրցույթին մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է ապահովել։ Լավ սովորելը, գիտելիք ունենալը, իրոք լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու համար շատ լավ նախապայման։ Իսկ առանձնանալ լավագույն հատկանիշներով նշանակում է լինել ուժեղ մարդ, լինել լավ մարդ, լինել պատրաստ դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ դեռևս կյանքը ձեզ կառաջադրի։ Սերժ Սարգսյանը դպրոցականներին պատմել է կյանքի ճանապարհը հարթող գիտելիքի կարևորության, լավ քաղաքացի ու հայրենասեր մարդ դառնալու ուղիների մասին, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ փոխվել է արժեքային համակարգը։ Այլևս երիտասարդ գիտնականի կերպարը իդեալ չէ, շատ դեպքերում նախանձելի են հարուստ մարդու զավակը, բիրտ ուժն ու փողը։ Ինչպիսին է լինելու Հայաստանը, երբ ես լինեմ ձեր տարիքին։ Հայաստանը լինելու է բոլորովին այլ ուրիշ, լուծած է լինելու այն բոլոր խնդիրները, խնդիրները, որ այսօր ունի սոցիալ-տնտեսական։ 20 տարի առաջ չէի պատկերացնում, որ կարող է լինել անկախ Հայաստան, որ կարող է լինել անկախ Արցախ, որ նրանք հաստացի կապրեն մի պետության մեջ։ Բայց դրա մասին երազում եմ։ Աշակերտներից մեկին էլ հետաքրքրում էր հեռուստաեթերում կրթական հաղորդումների պակասության խնդիրը։ Նախագահը համաձայնեց, որ այդ առումով անելիքներ դեռևս կան։ Իդեպ Սերժ Սարգսյանի խոսքով հաջորդ տարվանից հնարավորություն կլինի հանրակրթական դպրոցներում դասավանդել նաև շախմատ։ Օրվա ո՞ր մասն եք անցկացնում ձեր ընտանիքի հետ։ Ապրես բարիք, ես ուզում եմ, որ դու համոզված լինես, որ ես միշտ հնարավորություն եմ գտնում հանգստանալու։ Եթե օգնում եմ, ապա գնում եմ հանգստանալու։ Բնականաբար դա միշտ լինում է ժամը 8-ից հետո։ Մայրաքաղաք նրանք Հայաստանի մարզերի շունչն էին բերել, մինչդեռ Երևանից անմոռանալի հիշողություններով են հեռանում, գիտակցելով, որ հաստատակամ, վճռական ու լավատես լինելու դեպքում անլուծելի հարցեր չկան։ Աննա Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, Երկիրն այսօր։